Աղքատը և 7 հարուստները Կիրգիզական հեքիաթ Պատմում են, թե ժուկով ժամանակով կողք կողքի ապրում էին 7 հարուստ ու մի աղքատ մարդ։ Աղքատը մենակ էր, հարուստներն ամբողջ ժամանակ նեղացնում էին այդ խեղճին։ Այս աղքատը գիշեր ցերեկ միտք է անում, թե հարուստների հախից ինչպես գա։ Մի օր, երբ նա գետափին արածեցնում էր իր սև ցլիկին, բայի տղան իրենց 7 եզները ջրելու է բերում։ Աղքատը բայի տղային ասում է. «Այ տղա, էդ եզները ինձ կտա՞ս, թե որ հողի ուղեղը ցրիվ տամ։ Եթե կարողանաս կտամ, թե որ չկարողանաս, ես քեզ ինչ անեմ», հարցնում է բայի որդին։ «Հավիտյան ես կլինեմ քո ստրուկը»։ Նրանք այսպես պայմանավորվում են մյուս օրը հանդիպել հենց նույն տեղում ու գնում են տուն։ Աղքատը տուն է գալիս, մորթում է իր սև ցլիկին, միսը մի կուշտ ուտում, իսկ ուղեղը թաղում այնտեղ, որտեղ պայմանավորվել էին հանդիպել բայի տղայի հետ։ Հաջորդ օրը նրանք հանդիպում են, բայց տղան քմծիծաղ տալով ասում է. «Դե, քո ուժը ցույց տուր ինձ, հողի ուղեղը հանիր»։ Աղքատը քացով ինչքան ուժ որ ուներ հարվածում է այն տեղին, ուր ցլիկի ուղեղն էր թաղված, ու ցրիվ է տալիս 4 կողմը։ Բայի տղան ստիպված եզները տալիս է աղքատին։ 7 հարուստները իմանալով այս բանը, գալիս են աղքատի մոտ։ «Էդ եզները որտեղից ես շարել», հարցնում են նրան։ «Մորթեցի իմ սև ցլիկին, միսը 7 մասի բաժանեցի, թաղեցի հողի մեջ ու հրամայեցի 7 եզներ դառնան, և նրանք էլ անմիջապես հողի միջից դուրս եկան ուղիղ 7 եզ դարձած»։ Հարուստները հավատում են նրա ասածներին ու մորթում են իրենց ցուլերին։ Ցուլերի միսը 7 մասի են բաժանում, հողի մեջ են թաղում ու հետո միաձայն գոռում. «Դարձեք 7 եզներ»։ Այսպես նրանք երկար գոռգոռում են, գոռգոռում, ճչում, բայց թաղված միսը այդպես էլ եզ չի դառնում։ Բարկանում են հարուստները, գալիս են աղքատի մոտ, մի լավ ծեծում նրան ու եզները ձեռքից առնում։ Աղքատը նորից մտածում է, թե նրանցից ինչպես վրեժ լուծի։ Մտածում ու մի ելք է գտնում։ Հարևանից խնդրում է նրա ուղտը։ Ուղտի վրա 2 պարկ է բարձում, մեկի մեջ ածուխ է լցնում, իսկ մյուսի մեջ մոխիր։ Հետո նստում է ուղտի վրա ու գնում խանի աղջկա պալատը։ Դու մի ասա, հենց այդ ժամանակ էլ խանի աղջիկը իր նաժիշտների հետ դուրս էր եկել զբոսնելու։ «Հեյ աղքատ, էդ ինչ ես անում», հարցուփորձ են անում նաժիշտները շրջապատելով նրան։ «Սա խանի ոսկին ու արծաթն է, բեռնել է տվել ուղտին ու ինձ հրամայել այլներում շրջել, որ մարդիկ տեսնեն, թե ինքը որքան հարուստ է»։ «Դե, ցույց տուր տեսնենք, ճիշտ ես ասում, թե ոչ», խնդրում են նաժիշտները, բայց աղքատը չի համաձայնում։ «Եթե ձեզ ցույց տամ, փայլուն ոսկին կդառնա ածուխ, իսկ եթե սկսեք ծիծաղել, արծաթն էլ կդառնա մոխիր»։ «Ոչնչից էլ մի վախեցիր», ասում է խանի աղջիկը, «եթե քո ոսկին ածուխ դառնա, իսկ արծաթը մոխիր, դու փոխարենը նույն չափով ոսկի ու արծաթ կստանաս»։ Աղքատը բեռը ուղտի վրայից իջեցնում է և բացում առաջին պարկը։ Պարզվում է, որ միջինը ածուխ է։ «Ախր ասացի չէ, ասացի, որ ոսկին կդառնա ածուխ», տնքում է աղքատը ու դառը լաց լինում։ Նաժիշտները նայում են լաց լինող աղքատին ու սկսում ծիծաղել։ «Ես զգուշացրի, չէ, որ ծիծաղել պետք չէ, հիմա էլ ով գիտի արծաթը մոխիր դարձավ», խղճալի ձայնով ասում է աղքատը ու բաց անում մյուս պարկի բերանը։ Եվ երբ արծաթի փոխարեն մոխիր է գետնին թափվում, նա ավելի տխուր է լաց լինում։ Խանի աղջիկն իր խոսքի տերն է լինում։ Աղքատին մի պարկ ոսկի
ու մի պարկ էլ արծաթ է տալիս։ Տուն գալու ճանապարհին 7 հարուստները նրա դիմաց են դուրս գալիս։ «Էդ ինչ ես բերում», հարցնում են նրանք։ Աղքատը ասում է, թե ոսկի ու արծաթ է, որ խանի աղջկանից նվեր է ստացել։ 7 հարուստները շրջապատում են նրան ու սկսում հարց ու փորձը։ Պատմիր, էդ ոնց կարողացար այդքան ոսկի ու արծաթ ստանալ։ Ինչ դժվար բան է որ, պատասխանում է աղքատը։ Այրեցի իմ յուրտը, ածուխը մի պարկի մեջ լցրի, մոխիրը մյուսի, պարկերը բարձեցի ուխտի վրա ու գնացի խանի պալատը, հետո ձայն տվեցի, ով ածուխը ոսկով կփոխի ու մոխիրը արծաթով։ Պալատից դուրս եկավ խանի աղջիկը, հետևից էր իր գեղեցիկ նաժիշտները, ու նրանք էլ անմիջապես ինձ ոսկի ու արծաթ տվեցին։ Դուք էլ որ այդպես անեք, ձեզ էլ բաժին կհասնի։ 7 հարուստները շտապ գնում են այդ խորհուրդը կատարելու, այրում են իրենց հարուստ յուրտերը, ուխտերին են բարձում ածխով ու մոխրով լցված պարկերը ու գնում են խանի պալատ։ Ով ածուխը ոսկով կփոխի, մոխիրը ով արծաթով կփոխի, ձայն են տալիս նրանք։ Մարդիկ, որ լսում են, սկսում են ծիծաղել, իսկ խանը հրաման է տալիս. «Շուտ բռնեցեք այդ հիմարներին և նստեցրեք սառը նկուղում»։ Ջիգիտներն անմիջապես բռնում են այդ հարուստներին ու գցում ցուրտ նկուղը։ Ագահների վերջը միշտ էլ այդ է։